Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, մենք հիշում ենք ամբողջ քարոզարշավը դուք տարել եք խաղաղության քարոզի ներքո եւ հիմա մենք տեսնում ենք ամենօրյա ռեժիմով արդեն Ադրբեջանը խոսում է արցախցիների, ադրբեջանցիների վերադարձի մասին, այսօր էլի նրանց պատգամավորներից մեկը ասել է, որ խաղաղության օրակարգի մեջ պետք է այդ հարցը անպայման քննարկվի։ Եթե խաղաղությունը, եթե Հայաստանը որոշել է, Հայաստանի իշխանությունը որոշել է, որ արցախցիների թեման, վերադարձի թեման փակ է, ինչու է հիմա Ադրբեջանը խոսում այս մասին եւ սա արդյոք չի փաստում, որ խաղաղության օրակարգը վտանգված է։ Նախ այդ վերջին պատգամավորի դիտարկմանը ծանոթ չեմ անկեղծ ասած եւ խաղաղության մեր օրակարգում նման հարց ներառված չէ եւ վերջին պաշտոնյան ումից այդ օրակարգի մասին ես լսել եմ, ուրեմն Մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է Ադրբեջանի, ով ասել է, որ վերադարձի թեման ակտուալ չէ, մենք իրատեսական չենք համարում ոչ հայերի վերադարձը Ադրբեջան, ոչ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան եւ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կա 3 օրակարգային հարց, դա է խաղաղության համաձայնագրի վավերացումը, վերջնական կնքումը, ապա շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Սա վերջին բանն է, ինչ ես լսել եմ։ Տեղյակ եմ, որ ինչ որ համաժողով է տեղի ունենում տարբեր ՀԿ սեկտորի հետ կապված մարդիկ են, բայց արդարացիորեն դուք կարող եք նաև արձագանքել, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որտեղ կարող է նախագահի ուրեմն կամքից դուրս ինչ որ իրադարձություններ տեղի ունենան եւ կապ չունի, որ դա ՀԿ սեկտորն է կազմակերպում, բայց ուզում եմ մենք այն ժամանակ էլ կատակ չէինք անում, էլի, որ ասում էինք, երբ որ մենք բարձրաձայնում ենք հարցեր, ընդհուպ տարածքային պահանջներ ժամանակին, հիմա նաև ղարաբաղցիների վերադարձի թեմա ենք բարձրաձայնում, հայելային Ադրբեջանում սկսվում է խոսույթը եւ օրինակ ադրբեջանցիների վերադարձի այսպես կոչված եւ մինչեւ Հայաստանում այս խոսակցությունները չեն լռել, Ադրբեջանը եւս գեներացնելու է այս խոսակցությունը, որովհետեւ Ադրբեջանը գիտի Հայաստանի ժողովրդավարության մակարդակը եւ նաեւ տեսավ վերջին ընտրությունների ժամանակ ինչպես կարող էին օրինակ Ղարաբաղ վերադարձի, Ղարաբաղի վերադարձի նաեւ օրակարգ ունեցող ուժերը ուրեմն տարբեր միջոցներով, ոչ ազնիվ, գումարով, դրսից մարդիկ բերելով, կարող էին գալ իշխանությունը կփոխվեր եւ նրանց օրակարգը կդառնար հարցեր, որոնք վերաբերում են ուղիղ իրենց սուվերեն տարածքին ու իրենց երկրին։ Հետեւաբար սա իրենց համար երկարաժամկետ ուրեմն այսպես քաղաքականության համար խոսակցություն է։ Մենք ազնիվ ենք մեր բոլոր գործընկերների հետ, հատկապես Ադրբեջանի հետ այս դեպքում եւ արդարացիորեն ասել ենք, որ մենք այդ օրակարգը չունենք, իշխանությունները չունի այդ օրակարգը, իրատեսական չենք համարում վերադարձի թեման եւ մեր օրակարգն էլ, ինչպես Մեջլիսի պատգամավորն է նշել, 3 հարցերի շուրջ են, որոնց մեջ չկա վերադարձի թեման։ Բայց տեսեք, եւ նաեւ խաղաղության համաձայնագրում նման թեմա չկա։ Ես չգիտեմ այդ պատգամավորը ինչի մասին է խոսել խաղաղության օրակարգ ասելով, ինչ է նկատի ունեցել, բայց մեր խոսակցություններում այդ թեման չկա, բանակցությունների սեղանին այդ թեման չկա եւ մենք հասկանում ենք, որ սա այն հարցն է, որը կարող է նյարդ գեներացնել, չեմ ասում ավելի վատ տեղեր տանել։ Դուք նախընտրական շրջանում միշտ քննադատում եք ուժեղ Հայաստանին, երբ որ խոսում էին նրանք 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Հիմա նրանք ասում են, տեսեք, որ մենք ճիշտ էինք խոսում եւ այս հայտարարությունները փաստում են, որ իսկապես նման օրակարգ կա, անկախ նրանից, թե դուք հերքում եք, թե ոչ։ Հիմա օրինակ Նարեկ Կարապետյանը գրառում է արել, ասել է, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին համոզելով, որ մենք ենք խնդիրը, որ մեզ վրա հարձակվել են, իսկ Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ ու ամբողջ աշխարհին նախապատրաստում իր հետագա պահանջներին։ Ես ակամայից կներեք, միջալից այս դիտարկումը արել է այն հայտարարության ֆոնին, որ Միացյալ Նահանգների Կապիտոլիումում քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման։ Ես ակամայից հիշեցի ընդդիմադիր ժամանակին ֆրակցիայի պատգամավոր Գեգամ Նազարյանի
մի հրապարակավ արած դիտարկում, ով պատմել էր, որ երբ որ ժամանակին Հայաստանի վրա հարձակումներ էր լինում, զինվորներ էին կյանքը վտանգվում էր, չգիտեմ, եթե չէին զոհվում, ապա վիրավորվում էին եւ այլն, այս ժամանակ այդ դաշինքի падգամավորները խանդավառ աչքերով ուրախ քննարկում էին, որ ահա մենք վաղը կգնանք խորհրդանու թեմա կունենանք խոսալու։ Եվ հիմա էլ սրանք արդեն այդպես ձեռքերը տաքացնում են, ասում են, ահա, տեսեք, ինչ որ բան է տեղի ունենում, բայց պետք է իրենք հասկանան, որ իրենց մեղավորությունը որքան շատ է այս թեմաների հետ կապված։ Իրանք մի ամբողջ օրակարգ բերեցին Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի դուրս էլ օրակարգ բերեցին մի թեմա, որը Ադրբեջանի ներքին, այսպես ոչ հայանպաստ խոսակցություններ, բերեցին սարքեցին թեմա, ցույց տվեցին վախերը հայ հասարակության, ցույց տվեցին, որ Հայաստանը ինչպես կարող է կառավարվել միայն այս թեման շահարկելով եւ այսպես ասած մի քանի մետրոնոց լեզու դրեցին Ադրբեջանի բերանում եւ պետք է հասկանան, որ իրենք ինչքան վատ բան են արել գոնե այս թեմայի շուրջ, որովհետեւ եթե մենք հետ գնանք, տևական ժամանակ այդ խոսակցությունները չկային։ Եվ նաև ասում եմ, ես վերջի բանը, որ հիշում եմ, դա ադրբեջանցի պաշտոնյայի խոսակցություններ, որ նման օրակարգ չէ եւ դա Հայաստանի ներքին խոսակցություն է ընդամենը, որը ներքաղաքական նյարդ ավելացնելու, քաղաքացիների վրա ազդելու եւ քվեներ բանանելու թեմա է ընդամենը։ Եւ հիմա արդեն հասկացան, որ ինչու ոչ երևի, սա լավ թեմա է, որ Հայաստանի հասարակությունը սրանից վախեր ունի եւ սա նյարդ է առաջացնում եւ դրա համար թող հիմա չփորձեն ուրախանալ, մենք առաջիկայում հնարավորություն կունենանք նրանց ուղիղ ասելու ինչ մտածում ենք եւ թող այդ խրոխտությամբ գան խորհրդարան ու կհասկանանք ինչ է կատարվում եւ իրենց պատասխանները կտանք։ Թող այդ խորհրդարանը արդեն իրենց հեռախոսի էկրանը չի, որ ինչ ուզեն խոսեն, ոնց ուզեն խոսեն, նրանց դիմաց մենք ենք լինելու ու մենք իրենց պատասխանները կտանք, այսպես միջնորդավորված, ուղղակի այսքանը կփոխանցեմ իրենց։ Բայց ամեն դեպքում հարցը դուք կարող եք իրենց քննադատել, իրենց ասելիքը ասեն, դուք ճիշտ ու սխալ անեք, բայց հարցը դրանից օրակարգից դուրս չի գալիս, Տիկին Հակոբյան։ Տեսեք, Հայաստանը փակում է, այո, ասում է փակը հարցը, բայց ինչու է շարունակում Ադրբեջան, այսինքն ինչի է չի բավարարում այս փուլում Ադրբեջանին, որ որտեղ տեսնում են, որ այս մարդիկ ունենալով անսահման փող եւ կառավարվելով դրսի տարբեր կենտրոններից մտել են քաղաքական դաշտ, անսահման փող են ծախսել, դուք տեսնում եք, թե ամեն օր ինչքան ձայնագրություններ է հրապարակում հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլն, եւ տեսնում են, որ այս մարդիկ ամեն ինչ ներդրել են, այսպես ասած վերջին խաղն են խաղում եւ փորձում են իշխանություն զավթել։ Եթե այս ուժերը լինեն իշխանության, մենք ժամանակին էլ ասում ենք, չէ, որ սրանք եթե լինեն իշխանության, ապա պատերազմը անխուսափելի է։ Հիմա Ադրբեջանը հասկանում է, որ սրանք հայ-հայեր, ոնց որ կարող էին հնարավորություն ունեին իշխանություն վերցնելու։ Հայաստանն էլ այն երկիրը չէ, որտեղ առանց ղեկավարության որևէ բան չի փոխվում, էլի։ Կարող էին հանգիստ իշխանություն վերցնել, մենք ընտրություններ կեղծողը չենք, մենք որևէ մարտի մեկեր անողը չենք, կարող էին իհարկե անեն, ել չեմ ասում այն խոսակցությունները, որ այս մարդիկ հայտարարում են, որ պետք չէ փարփակվել Հայաստանը, չպետք է փարփակվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սա իհարկե անհասցե պատերազմի կոչ է մեր բոլոր 4 հարևաններին, բայց բոլորը լավ հասկանում են, որ սա նախ եւ առաջ Ադրբեջանին է վերաբերում եւ Ղարաբաղին է վերաբերում այս հայտարարությունը արված այս հասկանալ, որ Ադրբեջանը մտավախություն ունի Հայաստանի ընդդիմության հետ կապված, ընդդիմությունից է վախենում։ Ես կարող եմ այդպես ենթադրել, որովհետեւ մինչ այս ուրեմն տերորը Հայաստանի քաղաքացիների հանդեպ ընդդիմադիրների կողմից, մինչ այս խոսակցությունները չկային, այս խոսակցությունները միս ու արյուն չէին կարող ստանալ, մեր բանակցությունների սեղանին չկային եւ հիմա էլ չկան, իհարկե, եւ մենք գիտենք, որ դա սա նաեւ իհարկե նախապես պլանավորած ինչ-որ բան էր, այս քաղաքասարակության ինչ-որ այս ժողովը Նախիջևանում տեղի որ պետք է տեղի ունենար եւ մենք իհարկե առաջիկայում հնարավորություն կունենանք նաեւ մեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի կողմի հետ նաեւ այս հարցերին անդրադառնալ։ Մենք ազնիվ ենք մեր հարևանների հետ եւ մենք այդ օրակարգը չունենք, մենք դա նաեւ հայտարարել ենք, վարչապետը դա նաեւ հայտարարել է մի քանի անգամ ամենաբարձր ամբիոններից եւ մենք ազնիվ ենք, մենք ներսում մի բան չենք խոսում, դրսում մի բան անում։ Արդյոք մտահոգություն ընդդիմադիրների ճիշտ է, որ Հայաստանի իշխանությունը նաև Ադրբեջանին պահանջով է
ինդիմադիրների հետ վարվում այն կերպ այս օրերին ճնշումներն է բաներում Հայաստանը բոմբ է փորձում դարձնել Ադրբեջանի պահանջով այո ինդիմադիրների հետ դեմ պայքարում ես մեր քաղաքացիների պահանջով է որոնք բնավ ադրբեջանցիներ չեն մեր հասարակության գերակշիռ մասը մեզնից պահանջում էր Թավիշը մի կողմ դնել պողպատե մանդատ տվեց եւ հիմա էլ կարծում եմ վերջի շանսն է տվել այն մարդկանց որոնք ժամանակին կեղեքել են քաղաքացիներին որոնք ապօրինի հարստացել են որոնք ինչ ասես արել են տարբեր արյունալի պատմություններ կարող են հիշել այս մարդկանց իրենց արժանի պատիժը հասցնել եւ արդարությունը վերականգնվի սա հասարակության պահանջ է մենք որևէ կենտրոնից չենք կառավարվում որքան էլ դա տարօրինակ թվա ընդդիմության համար որովհետեւ իրենք այլ կերպ չգիտեն քաղաքականությամբ զբաղվելու իսկ ընդդիմադիրների հանդեպ ճնշումները էլի նոր թափ է ստացել ընտրություններից հետո դե բռնում եք Ալանավորում է, զարգություններ են բռնում, այնքան հետաքրքիր է, ինչի են բռնում, ինչի տոնածառի գործով են բռնում, հա, ժամանակին հայտնի, հա, ինչ գործով են, ինչով են բռնում։ Բա դուք համատարած ձեր ականջով լսում եք այդ փողը բաժանելու թեմաները, ամեն օր այդ մասին լսում եք, դա արդյոք հիմք չէ, որոշ մարդիկ, իհարկե, մարդ էլ որ սպանեն մեր աչքի առաջ, դրան պետք է հասնել գնալ միջև դատավիճիռը լինի, միջև այդ մարդը համարվում է անմեղ, բայց բան կա, չէ, տրամաբանություն կա, դուք տեսածին ես հավատում։ Հիմա ես օրինական, բոլոր ձայնագրությունները օրինական կերպով են արված, իսկ դատարանից ունեն թույլտվություն, ապօրինի որևէ ձայնագրություն չկա, այդ ձայնագրությունները օրինական կերպով արվել են եւ դրա իսկությունը չի հերքում անգամ նույն ընդդիմությունը։ Նրանք ասում են, այ որ ԿՊ-ի համայնքապետերին էլ լսեն հաստատ նույն բաներն են ասում։ Ասում են, այս իշխանությունը բա թոշակ է բաժանում, էտել են համարում ընտրակաշարք, այսինքն իրանք կարող են ուղիղ ընտրակաշարք բաժանել, համարում են թոշակի բարձրացումը, համընդհանուր ապահովագրությունը, առողջության, բոլորը համարում են ընտրակաշարք։ Նրանք ասում են, մարդը իր բանի ռեմոնտչիկի հետ է խոսել, տարբեր բաներ են ասում, իրենք չեն ասում այդպես, ասում են մոնտաժած է։ Այո, չեն կարող ենթադրենք 148 ժամ ձայնագրությունը, որը արվել է առանց կտրտելու, մոնտաժելու, մի անգամ կտրածը, անգամ մոնտաժած է համարվում, առանց կտրելու դնել այդ օրերով ձայնագրությունը, որպեսզի արանքում լսել այն պահը, որը որ հետաքրքիր է։ Հետո ուղիղ ասում են, այսքան մարդ եմ բերել, այսօր եմ լսել, ասում են, այսքան մարդ եմ բերել, այդ մարդկանց համար այսքան գումար պետքա տաս։ Այն ընտանի կենդանիների թեման ասում է, գիտեն, որ ինքը բարերար է, մի քիչ թանկ են ասում, պետք է այդ անգլերեն խոսալ իմանար, ես կգամ ժամի 3-ին եղի խանութի մոտ, որ տանեմ, ես էլ ասում եմ էական բաները, չեմ անդրադառնում են զգացական մասերին, թե ինչպես են մեր զինհաշմանդամներին անվանարկում, չեմ ուզում կրկնել բառերը, ղարաբաղցիներին անվանարկում, տարբեր կանանց, ինչ որ գումարով բանանում ես, ես քանանոցայինի ընկանանոց, այսինքն այս ամեն ինչը դնում եմ մի կողմ։ Այս մեր ականջով լսած շատ պարզ խոսակցությունները ոնց կարելի է սպասել, սրանից դիտարկում չանել, սպասել վերջնական դատարանը որոշի, որ այո, նոր ասել այո, նա գումար են բաժանել։ Այսքան տեսնում ենք 1 դեպք չի, 5 դեպք չի, 10 չի անգամ ամեն օրյա գրաֆիկով մենք օրայեղը 2-3 ձայնագրություն ենք լսել։ Դե դուք ձայնագրություններն եք ասում, ընդդիմադիրներն էլ դեզ ասում են օրինակ նախընտրական շրջանում ընտրությունների մոտ ամիսներին այդ ձեր ասած թոշակները, ապահովագրություն, առողջան դրանք ասում են պետբյուջեի հաշվի, նույնիսկ գումարային ասում են 1 միլիարդից ավելի դուք այսպես ճակերտավոր կաշառք բյուջեի հաշվին կաշառք եք տվել հանրությանը։ Իրենք փաստորեն կաշառք էին ուզում տային, որ մեր ժամանակին առաջարկում էին թոշակները բարձրացնել։ Իդեպ ընտրություններից մի քանի ամիս առաջ էր դա, 1 տարի էլ չկար։ Եվ մենք բոլորս գիտենք, որ գալու է շուտով ընտրությունների պահը, դա կարելի էր ասել, դա արդեն այսպես նախընտրական տրամադրություններ էին երկրում եւ քաղաքական ուժերի մոտ, եւ բայց մենք չգնացինք այդ պոպուլիստական քայլին, որովհետեւ այդ փուլում մենք հասկանում ենք, որ բյուջեի վրա դա մեծ ծախս է, բեռ է, եւ հետեւաբար դեռևս չենք գնում այդ ուղղությամբ, դուք գիտեք, որ այն ժամանակ հետվճարի համակարգը ներդրվեց, նաեւ որը որոշակի էլի բարձրացում էր ենթադրում են կենսաթոշակառուների համար, ովքեր անկանխիկ
իրենց առևտուրը կանոնների վերադարձնում են 3000-5000 տարբեր գումարներ եւ հետո արդեն տնտեսական ակտիվությունը ամեն ինչը հաշվի առնելով ֆինանսական մասը մեր համապատասխան մարմինները վարչապետի գլխավորությամբ կառավարությունը եկան եզրահանգման, որ կարող ենք մեզ թույլ տալ բարձրացնելու թոշակները եւ մենք գնացինք այդ ուղղությամբ կամ առողջության ապահովագրությունը սա դեռևս նախկին իշխանությունների օրոք եղել է օրակարգային հարց։ Մենք երբ որ ներդրեցինք արդեն այս համակարգը, անգամ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ կլիներ առողջապահության նախարար, կլիներ ազգային ժողովի նախագահ, նախկին իշխանության անգամ ողջունեցին այս քայլը ու ասացին, որ սա շատ կարևոր է եւ որ իրենք փորձել են անեն, այդ պահին չի ստացվել։ Այսինքն սա վաղուց բայց ասում են տնտեսագետներն էլ դրա տակից դուք առաջիկայում չեք կարող դուրս գալ, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեք։ Ես գիտեմ այդ տնտեսագետներին, էլի։ Մենք եթե կարծում են, որ իշխանության մեջ, կառավարության մեջ այդ մասնագետները չկան ու ուղղակի գնում են այս քայլին եւ վաղ ասելու են կներեք, ստոպ ենք տալիս, սա լուրջ չէ, էլի, որովհետև այդ իրադարձությունների ժամանակ ուղղակի մարդիկ դուրս կգան փողոց ու սա լուրջ չէ մի խոսքով։ Եվ մենք հիմա հասկացանք, եւ նաեւ ուզում եմ ասել, որ նախընտրական խոստում է եղել եւ կենսաթոշակի բարձրացումը եւ նախորդ մեր խոստումներից կառավարության ծրագրով նաեւ հաստատված, նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը եւ մենք իրականացրեցինք ու ասեմ ավելին, ներդնելուց անգամ 1 տարի առաջ ես հիշում եմ մեր քննարկումները կառավարության հետ, որ մենք քննարկում ենք ինչպես պետք է ներդրվի, ով պետք է ղեկավարի դա, արդյոք պետք է ուրեմն պետական ոնց որ կարգավորման շրջանակում լինի, թե պետք է կառավարման հանձնել այդ ֆոնդը եւ այլն, այսինքն մենք այդ քննարկումներն ունեցել ենք դեռևս 1 տարի առաջ, դա կապ չի ունեցել ընտրությունների հետ։ Շատ լավ։ Եվ բացի դա միշտ էլ իշխանությունը կառավարում է պետական բյուջեն, լինի նախընտրական շրջանում, լինի հետընտրական շրջանում, դա եւ, չգիտեմ, հունիսի 5-ին էր եւ այսօր է, այնպես որ ես այդտեղ ուղղակի դա զուգահեռ անցկացնել քեշով մարդկանց առնելու հետ, սա լուրջ չէ։ Տեսեք, դուք ասում եք 70% ընդդիմադիրների ընտրել են իրանց ձայնը տվել են այդ ուժերին ընտրակաշառքով։ Ստացվում է, որ այդ ձայները ձևավորվել է կամ խորհրդարանը կազմվում է ընտրակաշառքով, ձեր տրամաբանությամբ։ Եթե ընտրակաշառքով է ձևավորվելու ապագա խորհրդարանը, դուք ինչու օրինակ հայց չեք ներկայացնում սահմանադրական դատարան, ինչպես ընդդիմադիրներն են դիմել այլ ընտրախախտումներով կամ այլ հարցերով, ԲՀԿ-ի հարցերով։ Դուք էլ դիմեք, թող ընտրությունները անբավեր ճանաչեն։ Նախ խորհրդարանը չի ձևավորվել ընտրակաշառքով, որտեղ խորհրդարանը մեծամասնությունն է, իսկ մեծամասնության որևէ քվե ընտրակաշառքով չի եղել։ Ժողովրդին մենք գնացել ենք, քարոզարշավ ենք արել եւ ամենաինտենսիվ քարոզարշավը հենց քաղաքացիական պայմանագիրն է արել վարչապետի գլխավորությամբ եւ քաղաքացիները եկել են եւ իրենց ձայնը վստահել են մեզ, իշխանությունը վստահել են մեզ եւ մենք շնորհակալ ենք նաեւ այսքան մեծ աջակցության համար, սա շատ պարտավորեցնող է։ Եվ հիմա եւ ժողովուրդը ընտրել է իշխանությանը եւ լեգիտիմ քվեներ ենք մենք ստացել։ Ասում ժողովուրդ, որովհետև մեծամասնությունն է ընտրել քաղաքացիական պայմանագրին, որը առած ձայներ չէ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, մենք ասել ենք, որ նրանց ստացած ձայների մեծամասնությունը եղել է ընտրակաշառքով եւ դրա համար լիքը հիմքեր կան։ Մենք դրա մասին նախորդ հարցի շրջանակում խոսեցինք եւ մարդ չկա, որ դրանում համոզված չէ։ Սակայն դա մեծ մասը չէ ժողովրդի եւ ժողովուրդն էլ տենց խաղալիք չէ, որ օրը մեջ ասել դե լավ եկեք մի հատ էլ ընտրեք, սա լուրջ չէ եւ նաեւ սա մեծ ֆինանսական բեռ է նաեւ բյուջեի վրա, որովհետեւ ընտրություններ կազմակերպել է տենց հեշտ գործերից չէ։ Մենք չենք վախենում ընտրություններից, մեզ չեն կարող վախեցնել նոր ընտրություններով եւ ես մեկ-մեկ ասում եմ, բա չբռնենք մի հատ նոր ընտրություն անենք, չհասցնեն ոչ դրսից մարդ բերեն, ոչ այդքան փող բաժանեն, տեսնենք էլի ինչքան քվե ունեն։ Մենք չենք վախենում նոր ընտրությունից։ Մենք ամենավատ շրջանում պատերազմից հետո, պարտվելուց հետո պատերազմը, մենք գնացել ենք հրաժարական ենք տվել առանց պահանջի ընդդիմության։ Մենք հրաժարական ենք տվել եւ նորից վերընտրվել ենք։ Մեզ չեն կարող վախեցնել ընտրություններով։ Ուղղակի մենք չենք համարում, որ ընտրությունների իշխանության ձևավորման հետ կապված չկա լեգիտիմություն, իշխանությունը լեգիտիմ է ձևավորված, այո, ընդդիմադիր աթոռներին նստած
պատգամավորները այսուհետ, որոնք մանդատը կվերցնեն, նրանցից որևէ մեկը արժանի չէ այդ մանդատին, որովհետև ես վստահ եմ, որ նրանցից որևէ մեկը չեր անցնի անցողիկ շեմը, որևէ ուժ չեր անցնի անցողիկ շեմը, եթե նրանք վստահություն ունենային, որ կանցնեն, այդքան աջակցություն ունենային, այդքան գումար չեն բաժանի։ Ոչ մեկ հիմար չի, մանավանդ հարուստ մարդիկ, մանավանդ բիզնեսմեն մարդիկ, հաշվարկներ է, չէ՞, նրանք մեծ գումար, մեծ ահռելի մեծ գումարներ են ներդրել։ Ամբողջ ընդդիմադիր զանգվածին համարում եք կաշառք վերցնող եւ քվեարկող, այսինքն դուք կարծում եք Ամբողջին չէ, մենք ասում ենք մեծ մասը։ Հա, մեծ մասը, լավ, դուք կարծում եք, որ մեր երկրում ձեզ ընդդիմախոս զանգվածը այդքան քիչ է։ Եթե նրանք չեն հաղթելու Մեզ ընդդիմախոս ոչ։ Մենք համարում ենք, որ ինչպես ցանկացած իշխանություն, մենք էլ ունենք մեր ընդդիմախոսները, մենք գիտենք ովքեր են իրենք, մենք գիտենք ինչ շրջանակներ են, մենք վստահ ենք, որ այդ մարդկանց մեծ մասը պարզապես չի գնում ընտրության, որովհետև մեզ լսում են էլի հիմա այդ մարդիկ։ Ինչ որ մեկը կգնա ու որպես այլընտրանք այն ուժերին ձայն կտա, որոնք կան, չէ։ Ինչու տվել են, էլի։ Հա, ձեր Չէ, ասածը տարբեր բաների, ախր մենք այս հասարակության մեջ ենք էլի ապրում, մենք գիտենք մարդիկ ինչին են կուլ գնում, ինչից են ազդվում, այդ գողական բարքերը, որոնք նաև մենք ձայնագրություններով լսեցինք, ինչ որ պրագոններ, ինչ որ գողականներ, ինչ որ sense բաներ են խոսում, այսինքն մենք նաև ես ուզում եմ ի պատիվ որոշ քաղաքացիների նաև արձանագրենք, որ շատերը մարդկանցից նաև ձայնագրություն ես գոնե երկու դեպք հիշում եմ, որ ասել են, որ իրենցից վազն անցնեն, իրենք այդ թեմաներում չկան, անգամ այդ գողական խոսակցությունները, երբ որ մեջբերվում էր, ասում էր ինձնից վազն անցեք, ու սա շատ գովելի է։ Ու դա այն քաղաքացին է, որի վրա վստահ է եղել զանգողը, չէ, ուղղակի պատահական մարդկանց չի զանգում, ինքը գիտի, որ ինչ որ ընդդիմադիր է այդ մարդը հայացքները։ Ես շատ գիտեմ ընդդիմադիր մարդկանց, որոնք պարզապես չեն մասնակցել ընտրություններին։ Այսինքն ասել, որ կեսն է, չէ, գրեթե կեսն է մասնակցել ընտրություններին։ Այո, հիասթափված մարդիկ, միգուցե գնացել են այն ուժերին են տվել ձայն, որոնք չեն անցել խորհրդարան, ասենք 18 ուժեր մասնակցում, հոմենակ էս երկուսը չէին, 3-ը չէին, 18 ուժեր մասը, որոշները փոքր ձայներ են ստացել, որոշները պարզապես չեն գնացել ընտրության, դա էլ իրենց իրավունքն է, իհարկե լավ կլիներ, որ գնային ու տեր կանգնեին իրենց քվեին ինչ որ մի կերպ։ Ինչ եմ ուզում ասել, մենք գիտենք ովքեր են մեզնից հիասթափված մարդիկ, նաև հեղափոխություն անելուց հետո, հեղափոխության ժամանակ որտեղ գիտեք, որ համընդհանուր էր այդ աջակցությունը, մենք նաև ճանաչում ենք շատ մարդկանց եւ այս քարոզարշավի ընթացքում դա լավ առիթ էր հանդիպելու նաև շատ մարդկանց, որոնք պատերազմից հետո չէին ընտրել մեզ, բայց հիմա իրենք ասում էին, որ այ հիմա գնալու են ու ընտրեն, որովհետև պատերազմից անմիջապես հետո իրենք շատ բաներ չէին հասկանում, դե գիտեք ինչ ապատեղեկատվություններ էր, ինչ այդպես արշավներ էր կարելի ասել իշխանության հանդեպ եւ նաեւ խաղաղությանը չէին հավատում, բայց հիմա իրենք զգալով իրենց արդեն շոշափելով խաղաղությունը, տեսնելով որ արդեն չենք հաշվում ամիսները, հա, տարիներ են, որ զոհեր չկա սահմանին, կրակոցներ չկան, չէ, ժամանակին մենք հաշվում ենք, ասում ենք 20 օր, 2 ամիս, 5 ամիս, հաշվում ենք մենք օրերը, ինչքան ժամանակ է որ լուր է սահմանը, ինչքան ժամանակ է որ զոհ չկա սահմանին, վիրավոր չկա։ Ու հիմա մարդիկ արդեն շոշափում են այդ ամեն ինչ, այս խաղաղության շրջանում, առանց զոհերի շրջանում, զինվորներ են եղել, գնացել են, ծառայել են, եկել են հանգիստ, այսինքն արդեն այդքան շրջան մենք անցել ենք։ Տեսնում են միջազգային հարթակներում մեր դիրքի ամրապնդումը եւ այլն, մարդիկ արդեն վստահությունը վերականգնվել է ու այն մարդիկ, որոնք մեզ անգամ ձայն չեն տվել 21 թվականին, այս ընտրություններին գնացել ձայն են տվել։ Այո, Տիկին Հակոբյան, տեսեք, դուք իշխանություն կարող եք ձևավորել, ձեր քվեները բավարար են, պաշտոնները բոլոր վերցնել կառավարության, ձեր քվեները բավարար չէր կարևոր պաշտոնները ազգային ժողով ընտրել, դա էլ ունեցաք ԲՀԿ-ի ձայների, ինչպես ընդդիմադիրներն են ասում, ԲՀԿ-ի ձայների մանդատագողությամբ։ Բայց տպավորությունը, որ դուք էլ եք դժգոհ այս ընտրությունների արդյունքից եւ առավել եւս Փաշինյանն է դժգոհ, որովհետեւ նախ դուք չունեցաք սահմանադրական մեծամասնություն եւ նա ասում էր, եթե մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ։
ըստ էության տպավորությունն է, որ բոլոր կողմերը դժգոհ են այս ընտրությունների։ Ես խորհուրդ կտամ այն քաղաքացիներին, որոնք ինքնուրույն ուզում են եզրակացություն անել մանդատագողություն է դա ԲՀԿ-ն ինչու չի անցել ինքնուրույն բացել եւ ընտրական սահմանադրական օրենսգիրքը կարդալ եւ սահմանադրությունը կարդալ ու կտեսնեն, որ ԲՀԿ-ն անցողիկ ձայներ չի հավաքել։ Այն ընտրատեղամասերում, որի հետ կապված խնդիրներ կային, զինվորների քվեարկությունը կհիշեն, կարող են բացել ու նայել, թե ընտրության գիշերը ինչպես էին ուժեղ Հայաստան դաշինքը, տարբեր այդ ընդդիմադիր ուժեր, ինչպես էին աղաղակում այս ընտրատեղամասերի խախտումների մասին, ասում են, որ սա ակնհայտ ապօրինություն է, այսպես չի կարող լինել եւ այլն, եւ կարող են բացել նայել նաեւ եւ այդ օրը երեկոյան իմ գրառումը եւ մեր կուսակցության փոխնախագահ պարոն Ալեքսանյանի գրառումը մենք ինչպես էինք պաշտպանում այդ նույն ընտրատեղամասերի քվեարկությունը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ որոշել է եւ դիտարկում է արել, ասել է շատ լավ, ճիշտ եք ասում, այստեղ խնդիր կա եւ չեղարկել է այդ ընտրատեղամասի բոլոր ձայները, ոչ թե ԲՀԿ-ի միայն, եւ օրենսգիրքն ասում է, որ ուրեմն որպես անճշտություն է համարվում այդ ընտրատեղամասերի ձայները եւ մենք բացի այդ ընտրատեղամասերից եւս 900-ից ավել անճշտություն ունենք մնացած բոլոր ընտրատեղամասերում այդ 3 ընտրատեղամասի իրար հետ շուրջ 3000 քանի 100 քվեեր անճշտություններ եւ պլյուս 900 հիմա շուրջ 4 քանի հազար անճշտության բեռը բոլորը տարածվել է կուսակցությունների վրա բոլոր եւ եթե այդ բեռը դնելով բոլոր կուսակցությունների վրա ԲՀԿ-ն էլի չի անցնում անցողիկ շեմը, ապա վերջ այլ բան, եթե դա այդ բեռը դնելով նա անցներ, սա կոնկրետ բանաձև է եւ այս սահմանադրությունը չենք գրել մենք, սա գրել են այդ նույն նախկին իշխանությունները եւ կարող են գնալ Հրայր Թովմասյան, այդ օրենսգրքի վրա աշխատած եւ օրենսգիր գրած մարդկանց ասել, ինչու եք այս բանաձևը դրել։ Մենք էլ օրինականությունը պահում ենք, հարմարվել եք այդ սահմանադրությանը եւ դեզ մենք նոր սահմանադրության վրա ենք աշխատում եւ մեր համար օրակարգային է նոր սահմանադրությունը, որովհետեւ մենք չենք ուզում տեղավորվել որևէ մեկի կոստյումի մեջ, մենք բազմաթիվ խնդիրներ ենք նաեւ բարձրաձայնում սահմանադրության հետ կապված սկսած նախաբանից մինչև տարբեր դրույթներ, որոնք հին են, գործող չեն, արդիական չեն այսօրվա կարգավորումների հետ եւ նաեւ ամենակարևորը երբեք հայ ժողովուրդը չի ընտրել իր սահմանադրությունը եւ այդ կապը չի զգում իր սահմանադրության հետ դրա համար մենք կարևոր ենք համարում ունենալ սահմանադրություն լայն քննարկված, տարբեր առաջարկներ ներառող այն սահմանադրությունը, որը քաղաքացին կընտրի, կհասկանա, կընդունի եւ կքվեարկի դրա համար ու կպահի այդ սահմանադրությունը։ Ձեր հարցը երկրորդ մասուն էր, ինչու ենք գոհ չենք, Ես չեմ ուզում էլ ինչ որ հարց մնա, հետո ասեմ խուսափեց։ Մենք իրականում շատ բավարարված ենք մեզ տված քվեներով, որովհետև դրանք ավելին են, քան օրինակ նախորդ անգամվա 5 տարի առաջվա մեզ վստահված քվեները։ Ու գիտեք, շատ գնահատելի է, որ 8 տարի անց մեզ քաղաքացիները ավելի շատ են վստահում։ Սա որևէ երկրում այսպես նոնսենս է կարելի ասել, որովհետև շատ երկրներում տեսականորեն միշտ գործնականում նաև իշխանությունները միշտ իշխանություններից դժգոհ են ու ավելի քչանում է քվեները, բայց մենք ստացել ենք շատ բավարարող ձայներ, այլ բան է, որ տոկոսային, պարզ թվերով, այո, մենք ստացել ենք ավելի շատ ձայն, քան նախորդ անգամ, բայց տոկոսային առումով դուք կարող եք ասել ավելի քիչ է, այո, ես էլ կընդունեմ դա, բայց նաև դուք տեսաք, թե ինչքան շատ էր նաև մասնակցողների թիվը։ Սա իհարկե կարող է շատ ուրախալի լինել, որովհետև մենք էլ ենք հորդորում գնալ ընտրության տեր կանգնել իրենց քվեին, բայց մենք նաև բոլորս տեսանք, թե ինչպես էին բերվում մարդիկ քվեարկության համար, մենք նաև մեր վստահված անձանց, տարբեր համայնքներում մեր շտաբի պետերի, շտաբի անդամների կուսակցականների նաև ուրեմն լսել ենք նրանցից, որ շատ մարդիկ, որոնք տասնամյակներով չեն ապրել այդ գյուղում, ենթադրենք, պատկերացնենք, փոքր համայնքներում ոնց են բոլորը բոլորին ճանաչում։ Տասնամյակներով այդ մարդկանցից ոչ լուր ա եղել, ոչ եկել են, ոչ գնացել են, եկել են այդ օրը քվեարկել են գնացել, այս մարդիկ երբեք նախկինում չեն մասնակցել ընտրություններին, երբեք չեն ընտրել, բայց այս անգամ եկել ընտրել են տարբեր շահագրգռվածությունների բերումով, հավանաբար։ Բայց չի նշանակում, որ միայն նրանց են բայց
անգամ այս ձայների փոքր, հա, տոկոսային առումով շեղումը մեզ չի զրկում այն հնարավորությունից, որը մենք ունեցել ենք նաև նախորդ խորհրդարանում, այսինքն մենք որևէ կերպ մեր դիրքավորումը չի թուլացել, մենք էլի մեծամասնություն ենք, միայնակ կառավարություն ենք ձևավորում, մենք էլի ամենը տարբեր պաշտոններում էլի միայնակ կարող ենք քվեարկություն անել, իհարկե շատ կարևոր կլինի, որ ընդդիմությունը եւս մասնակցի թե քննարկումներին, թե քվեարկություններին եւ արժանավոր մարդիկ ընտրվեն, որովհետեւ օրինակ եղել է, որ ընդդիմություն տեխնացու է առաջադրել, օրինակ նախորդի շրջանում իր տեխնացուն է առաջադրել եւ մենք օրինակ ընտրել ենք իրենց տեխնացուներին, որովհետեւ անկախ ամեն ինչից նրանք գնում են որևէ անկախ մարմնում պաշտոնավարում են եւ պրոֆեսիոնալիզմը շատ կարեւոր է այստեղ։ Մենք տարբեր մարդկանց տարբեր պաշտոններին ընտրել ենք, այդ թվում օրինակ падգամավոր ընդդիմադիր եւ այլն, որովհետեւ այսինքն ձեզ համար խնդիր չէր լինի նույնիսկ այն պարագայում, եթե այդ քվեները չունենայիք։ Իհարկե մենք կարող էինք նաեւ մենք ցանկացած իրավիճակին կհարմարվենք իհարկե եւ կընդունենք ժողովրդի իրականացրած քվեարկությունը, ինչ խոսք, անգամ եթե որոշել որ մենք իշխանություն չենք, մենք չենք լինի իշխանության, ուր մնաց ինչ որ այլ քվեներ եւ որևէ պաշտոնյա չկարողանանք նշանակել, բայց այդ նույն ընդդիմադիրները եւ ասում են որ այ ԲՀԿ-ի ձայների շնորհիվ նրանք ունեցան այն հնարավորությունը որ որևէ պաշտոնյայի կարող են ընտրել, բայց մյուս կողմից նույն ընդդիմադիրներն ասում են այն ժամանակ էլ խնդիր չէին ունենա, որովհետեւ Սահմանադրությունը հնարավորություն տալիս է, եթե խորհրդարանում չի ընտրվում, նախագահը կարող է նշանակել որևէ պաշտոնում պաշտոնյայի, այնպես որ ստեղ էլ խնդիր կոլապս չէր առաջանա համակարգում եւ իրականում մենք ինչ քվե կվստահեր քաղաքացին, դա էլ կլիներ, բայց մենք այս խոսակցությունից ինչա թե խուսափեինք, մենք չենք կարող բերենք եւ օրինակ ինչ որ մի ուժի ավել նստացնենք խորհրդարանում ու ոնց որ խախտենք սահմանադրությունը, որովհետեւ ելի եմ ասում հստակ բանաձև է տալիս օրենսգիրքը, թե ինչպես է այս դեպքում հաշվվում որևէ ուժի քվե։ Ամփոփելով Տիկին Հակոբյան մամուլը գրում է այսօրեն արդեն ով որ պաշտոնին է նշանակվելու ազգային ժողովի նախագահի հետ կապված, կառավարության կազմի հետ կապված, կան արդեն հստակեցումներ օրինակ ազգային ժողովի նախագահի հետ կապված, ունի վարչությունը որոշում, թե ում եք առաջադրելու։ Մենք ունենք տեխնացուներ, ինչպես տարբեր ընտրությունների ժամանակ, այս անգամ եւս բաց թափանցիկ է մեր բոլոր падգամավորի տեխնացուները կարող էին անցողիկ իհարկե կարող էին ինքնաառաջադրվել որպես նախագահի տեխնացու կամ փոխնախագահի կամ հանձնաժողովի նախագահի եւ այլն եւ մենք ես չգիտեմ այս հաղորդումը երբ կգնա եթեր, բայց մենք օրեր, ժամեր անց կունենանք նաև քննարկում, քվեարկություն թափանցիկ կերպով իրականացված եւ կընտրվի հաջորդիվ շրջանում ազգային ժողովի նախագահը եւ այլ պաշտոնյաներ, ինչի մասին վարչությունը վստահ եմ, որ հրապարակում կանի եւ կառավարության կազմի հետ կապված կա որոշ կառավարության կազմը դե գիտեք, որ վարչապետի ցանկությամբ է ձևավորվում իր նշանակմամբ եւ մենք չենք ունեցել նման քննարկում, բայց վարչապետը նաև ճեպազրույցների ժամանակ դες ասել է, որ մտադիր է շարունակել քաղաքականությունը նախորդիվ եւ միգուցե վերանշանակումները շատ լինեն կամ հիմնականում վերանշանակումներ լինեն, բայց նաեւ գիտեք, որ մշտապես վարչապետը տարբեր նախարարների կամ իր ենթակայության տակ գտնվող նշանակումների հետ կապված եւս քննարկում ունեցել է վարչության հետ, անգամ խորհրդարանի падգամավորների հետ քննարկում ունեցել է եւ հաշվի առել է կարծիքները, բայց այս անգամ դեռևս նման քննարկում չենք ունեցել, բայց առաջիկայում ԱԺ կազմի ընտրությունից հետո նոր կարող ենք ինչ-որ հրապարակումներ անել։ Դեռևս չկա որևէ որոշում հստակ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։